Մորկուրից տեղն է, Ֆրանսիկ Մակրչյանը, Մուշեղի, Սանամի տեղն է։ 80-ամյա Ցոլակ Արամյանը Մհեր Մկրտչյանի մորաքրոջ որդին է։ Նա պատմում է, որ ավելի շատ մտերիմ է եղել նրա եղբոր Ալբերտի հետ, Ֆրունզիկի հետ շատ չէր շփվում, քանի որ նա հիմնականում զբաղված է եղել նկարահանումներով։ Աբոլ շուշուտ կուկար իր անգերներից, կուկար սեղից միս կարներ, սեղասմաց են ինկա հավարներ էլի։ Հիշում է, երբ Մուշեղը Ֆրունզիկի հայրը գալիս էր իրենց տուն, սկսվում էր մրցավազքը։ Կարեն ջան, դու ինձ պես չես կնախամես։ Երսակսեր Մուշեղ ալեկու ճանդիգից է նայե, իմ ճանդիգից է նայե։ Ցոլակ Արամյանը մասնագիտությամբ խոհարար է, ունի 40 տարվա աշխատանքային փորձ։ Գերմանիան օրը ծարայի, ցայցեն քաղաքը։ Խորական դպրոցկար էլի, վայնի կծովելի։ Առաջի ճաշեպելը սեղավ Բերդովի կրուբով սուպ, որի մեջ վարունգը կտրսպիկը Բերդովի կրուբով ընդր սուպ եմ կեղնը, տեսոր վայ բացը։ Երկրաշարժից հետո, երբ ճաշարանը քանդվեց, Ցոլակ Արամյանը սկսեց աշխատել շուկայում որպես մսավաճառ։ Պագասի մոդս բան չկար։ Ժողովուրդը քանի գնացին եկան։ Օրական 3 հատից 4 հատից տավար ես կծախեի, օջերեզով քերձենգից մեջս պսկլովայ։ Այսօր Ցոլակ Արամյանը իր ընտանիքի հետ ապրում է Գյումրիում տնական թաղամասերից մեկում։ Նրա միակ երազանքն այն է, որ իր ընտանիքի անդամները ստանան իրենց հասանելիք տունը։ Տուն գուզեմ, եթե տուն որ չեն կնատան, թող ինձ գումարը տան, ես ես տունը վերանորոգել կուտան կեղնեմ ադեմ հոյակապ տուն։ Այստեղ կողքը մեզ սենագում կավեցնեմ, ես պատը կանդեմ։ Ցոլակ Արամյանը ապրում է իր ընտանիքի հետ մի համեստ տնակում, որը միգուցեև փոքր է, սակայն լի է ջերմությամբ, սիրով եւ հարգանքով։ Նա ուրախանում եւ հպարտանում է իր երեխաներով եւ թոռներով ու չի կորցնում իր հույսը, որ մի օր կտեղափոխվեն իրենց նոր բնակարան։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Գյումրի։